մինչև մեր թեմային անդրադառնալը ծրագրերի պլաններում նախատեսված է, որ մի փոքր թեստ անցնենք, այդ թեստերի օրինակները պաշտպանված, պետք է դրանք լրացնել, որպեսզի օբյեկտիվ ստուգումները դիտորդները կարծիք կազմեն, թե որքանով է տեղյակ թեման, որը ես պետք է ներկայացնեմ։ Մեզ վիճակված է, որ այսօր խոսենք ազատության և անձնական անձնական իրավունքի մասին։ Այս իրավունքը շատ լայն է և նախատեսված ժամը, որը նախատեսված է ուսանող 80 րոպեներ չենք հասնի, ամբողջական ուսումնասիրել այդ իսկ պատճառով ես անդրադառնամ դրանի մասին։ Խոսքը վերաբերվի խալանքի և խալանքի փոխարեն անվտանգային պահպանման միջոցի դրան։ Ուրեմն ես տրամադրել էի դες մի փոքր նյութում ներկայացված է, թե ինչ է անձնական ազատությունը և համեմատական վերլուծություն է ես ենթարկել մեր սահմանադրության մի փոքր նշել էի տարբերությունը այդ իրավունքի ընկալումը մեր սահմանադրությամբ և եվրոպական կոնվենցիայով դա դրա մասին ես այս պահին չեմ խոսի, որովհետև դուք հնարավորություն ունեք կարդալ, բայց այնուամենայնիվ ասեմ, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ 19-րդ հոդվածում սահմանված անձնական ազատության իրավունքը, խոսքը առաջին մասին է վերաբերում հիմնականում խալանքին, իսկ Հայաստանի Հանրապետությունը եվրոպական կոնվենցիայի միանալու պես նաև ստանձնել է պարտավորություն միջազգային հանրության առջև, որ նաև 5-րդ հոդվածը, որը եվրոպական կոնվենցիայով ամրագրված է, բախտներ Հայաստանի Հանրապետության ուսուցչության բախտորոշիչ մասը դառնա։ Մենք հիմա միասին քննարկենք, թե ինչ ենք հասկանում և ընդհանրապես եվրոպական դատարանը, այնուհետև մեր հուշաբեր դատարանը ինչ է հասկանում անձնական ազատությունը սահմանափակելու հետ կապված իրավական խնդիրները ինչպես են կանում և ինչպես է դրանք հասկացվում։ Ուրեմն ասեմ, որ բավականին զարգացել է մեր իրավական, այսպես ասած, իրավակիրառ պրակտիկան և հուշաբեր դատարանը բավականաչափ նախադեպեր է ընդունել։ Ես խնդրեմ, որ բոլոր հեռախոսներին անջատել, որտեղ ես ում անջատել։ Ասենք ոչ թե դա է միջատեք, այլ անջատել։ Հուշաբեր դատարանը բազմաթիվ նախադեպեր է ընդունել, կարծիքներ է կազմել և ձևավորել, որոնք Հայաստանի Հանրապետությունում ներկայումս կիրառվում։ Ասենք, որ Հայաստանի Հանրապետությունում պաշտպանող միջոցները ստորագրություն չի հեռանալու վերաբերյալ, կալանքի վերաբերյալ, վերաբերյալ որպես կալանքին այլ ընտրանք և մի շարք այլ մի քանի այլ պաշտպանող միջոցներ են նախատեսված Հայաստանի Հանրապետության օրենսգրքում։ Հայաստանի Հանրապետության հաստաբանները քրեական իրավունքով քրեական գործերով զբաղվող հիմնականում խնդիրներ ունենում հենց 5-րդ հոդվածում։ Այսինքն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հաստաբանները հիմնականում բարձրացնում են հարցեր քրեական գործերով զբաղվող, որոնք հիմնականում վերաբերում են խալանքներին։ Ինչ է նշանակում խալանքը և ինչպես են խալանքը կիրառվում առասը։ Ով կարող է բուժել, ինչ է նշանակում խալանքը։ Ազատության սահմանափակում։ Մենք խալանքը ազատության սահմանափակման ձևով ենք սահմանում, բայց նախ առաջ խալանքը խափանու միջոց է։ Ինչ է նշանակում խափանու միջոց և խափանու միջոցը երբ խնդրում։ Հայաստանի Հանրապետության օրենսգրությամբ խափանու միջոցը նպատակ է հետապնդում որոշակի գործողություններով սահմանափակել անձի տեղաշարժը կամ անձի ազատությունը, որպեսզի նա չխոչընդոտի ուրեմն գործի օբյեկտիվ քննությանը և նպատակ հետապնդի, որ նրան ներկայացնեն ուրեմն այն մարմիններին, որ մարմինները նրա նկատմամբ գործեն։ Հիմնական նպատակը դա է, այսինքն կալանքը ինքը մեր Հայաստանի Հանրապետության իրական ուրեմն օրենսգրությամբ նախատեսված է, որ
նախատեսված է, որ չի կարող որպես պատիժ դիտարկվել։ Դա ամենության կապահվածի խախտում է, եթե դա պատժամիջոց է կիրառվում, նույնիսկ եթե ոչ թե ուղիղ նշվում է, այլ ինքը ենթադրաբար գործողությունը ուղղված է դեպի նրան պատժելու։ Ես օրինակներ դրա վերաբերյալ կբերեմ։ Ով է իրավասու կիրառելու կարգ։ Քննիչի կամ հետախազի առաջարկը դատավորը որոշվում։ Ուրեմն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կալանքի միջնորդությունը կարող է ներկայացնել միայն քննիչ։ Եթե դա նախաքննություն իրականացնելու շրջանակներում է, իսկ եթե դա դատաքննությունում է, կարող է կիրառվել դատախազի միջնորդությամբ, դատարանի կողմից կամ դատարանի նախաձեռնությամբ։ Այսինքն պետք է իմանալ, որ եթե դա գործում է նախաքննության, անդի նկատմամբ կապան միջոց ընտրելու իրավասությունը, եթե այն կալանքի ձևով է, կարող է ներկայացվել միջնորդություն միայն քննիչի կողմից, դատարանը ֆունկցիա չունի, այն դատարանը վերահսկողություն չունի նախաքննության նկատմամբ, այսինքն իր նախաձեռնությամբ կալանք կիրառելու եւ ինքը կալանքի միջնորդությունը պետք է քննի քննիչի միջնորդություն։ Քննիչը միջնորդություն ներկայացնելով արտավոր է հիմնավոր։ Երեք պարտադիր բան։ Մեր օրենսդրությունը նախատեսում է, որ որպեսզի կալանքը ներկայացվի դատարան, կալանքը ներկայացվի դատարան, կալանքի միջնորդությունը ներկայացվի դատարան, քննիչը պարտավոր է հիմնավորել հետևյալ պարտադիր երեք պայմաններ։ Առաջին, հիմնավոր կասկած։ Քննիչը պարտավոր է դատարան ներկայացնել հիմքեր, որ այն անձի նկատմամբ, ում նկատմամբ, որ ինքը միջնորդել է, որ դատարանի ազատությունը սահմանափակեց, կալանք ընտրի, ինքն մարդը կասկածվում է որոշակի հանցագործություն կատարելու մեջ, որով որ այդ պահին ներառանքի առաջ տվել։ Ինչ նշանակում է հիմնավոր կասկածը։ Հիմնավոր կասկած։ Այսինքն հիմք է Հանցագործության դեպքի վայրում անգրտվել հանցագործության գործիչն է ձեռքի ներկայացնում։ Դա վերլուծենք, թե ինչ է նշանակում հանցագործություն։ Ինչ է նշանակում Քանի որ նաև վերնագրվում է, մենք խոսենք հերթով, որ մենք ամբրստովին հնարավորություն տանք հասկանալու համ ենք իրար լսենք, կնցրեմ։ Գործական քրեական անասիրքույցի լավազանական այն հանցագործությունը, որ քրեական ազգիրքով նախատեսված առարկա է, այսինքն չհակասում քրեական ազգիրքին, որ դա հանրային վտանգավոր այն առարկը, որը նախատեսված է քրեական օրենսգրքով եւ որի կատարվելու դեպքում անձի համար կնախատեսվեն քրեական հետևանքներ։ Երկուսի ներկայացրածը դա քրեական օրենքի մեջբերումն է, օրինացը, բայց որպես իրավաբաններ մենք չսահմանափակվենք միայն ու միայն ուրեմն օրենքի կողմից նշված ուրեմն ձևակերպում։ Նախ եւ առաջ հանցագործությունը դա իրավող խախտում, որոշակի նորմերի խախտում, որը այս դեպքում զանցանքից տարբերվում է իր վտանգավորությունը, որը նախատեսված է կամ ինչպես քրեական օրենքն է նշում, արգելված է ուրեմն քրեական օրենքի որոշակի տեսակի ուրեմն ձևի հանցագործության մաս։ Այսինքն արարք, որը նախատեսած է քրեական օրենսգրքի ուրեմն որոշակի մասով եւ նկարագրված է դա դիսպոզիցիա։ Սա հանցագործություն է։ Որպեսզի անձին մենք մտածենք, որ ինքը հանցագործությունը կատարել է, դրա համար նախատեսված է, որ պետք է նախաքննություն իրականացվի, հավաքվի ապացույցներ, ապացույցների ներկայացրել եմ ապացույցների եղանակը, ձևը թե ինչպես պետք է հավաքեն, ինչպես պետք է գցեն գործին եւ ինչպես պետք է դա գնահատեն, որպեսզի դա դառնա որոշակի հաստատող ուրեմն հետևանքներ, այսինքն այդ ապացույցները եւ դրա ուժով մարդու նկատմամբ քրեական նկատմամբ իրականացնեն, պատժեն կամ ուրեմն նրան նկատմամբ քրեական նկատմամբ դարձնել։ Հիմնավոր կասկածը ինչ է ասում Վշաբեկ դատարանը, Վշաբեկ դատարանը թիվ ուրեմն ԵԿԴ 0678-0610 քրեական ուրեմն
գործով 2011 թվականի փետրվարի 24-ի նշել է, թե ինչ բան է ուրեմն հիմնավոր կարգ։ Ես դա վերջին դեպք կտամ, կամ նշեք իմ համարներ, որովհետև կարող ակտիվների դոկտոր։ Երբ վճռական դատարանը դիրքորոշում է սահմանել այն մասին, որ կասկածը պետք է լինի ողջամիտ։ Վճռական դատարանը գտնում է, որ մեր դերում հանցագործության կատարած լինելու հիմնավոր կասկած ձևակերպումը չի ենթադրում, որ մեղադրյալի մեղավորությունը հաստատված համարելու համար ուրեմն անհրաժեշտ է ունենալ հանցանքը տվյալ անձի կողմից կատարված լինելու բավարար ապացույցներ, ինչն ավելի բարձր ապացուցողական չափանիշ է։ Վճռական դատարանը գտնում է, որ կասկածը հիմնավոր կհամարվի նաև ենթադրյալ հանցագործության հետ կասկածվող անձի օբյեկտիվ կապը հաստատող որոշակի տեղեկություններ փաստի առկայության դեպքում, ընդ որում անհրաժեշտ է ունենալ նաև բավարար հիմքեր եզրահանգելու, որ դեպքը իրադարձությունը համընկնում է այն ենթադրյալ հանցանքին, որը կատարվում մեր անձը կասկածվում է։ Շարունակություն հետո։ Հիմա որպես մենք հասկանանք անձը առնչություն ունի հանցագործության հետ, ինչ համես պետք ունենա։ Եվրոպական դատարանը մի փոքր ձևակերպում ուրիշ է ասում։ Եվրոպական դատարանը ինքը ասում է հիմնավոր կասկածը նա է, որ անկախ դիտորդի տեսակետից, այսինքն ես շահագրգռված չեմ, դատախազությունը շահագրգռված կամ պատահական, ես շահագրգռված եմ, քանի շահագրգռված չի, բայց դա դեպքում օբյեկտիվ դիտորդի կողմից, վերան դեպքում դատարանի կարծիքով, անձը առնչություն ունի հանցագործության հետ, ինքը կապ ունի հանցագործության, կատարման մեջ որոշակի տեսակետից հիմնավոր կասկած առաջ։ Մենք պետք է առաջինը, որպեսզի մենք այդ չափով հիմնավոր կասկածը մեզ համար հասկանալու դարձնենք, մենք պետք է վերցնենք եւ նայենք հանցագործության 4 պարզադիր պայման, օբյեկտիվ կողմը, սուբյեկտիվ կողմը։ Ես ունեի մի գործ, անձին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա ուսափել է պարտադիր զինվորական ծառայություններ։ Նրանք հետագական պետախուզում էին այդ ծառայություններն էին եւ բերել էին ոստիկանություն, քննիչ քննել էր եւ ասել հիմնավոր տեղեկություններ են բերել, որ իրականում ինքը չի փախնի։ Քննիչը ընտրել էր շփման միջոց ստորագրություն եւ ուրեմն բազում։ Նա դիմեց ինձ պայմանագիր կնքեցին եւ դառա ես նրա պաշտպան։ Գործի ուսումնասիրություններ իմ մոտ խնդիր հարց արդյոք այս մարդը սուբյեկտն է, որը այս հարկավորվածով այս ուրեմն դիսպոզիցիայով նկարագրված առարկան պետք է պատասխանատվության ունենա։ Ես օբյեկտիվ կողմը, սուբյեկտիվ կողմը, օբյեկտիվ կողմը եւ օբյեկտը մի կողմ դրեցի եւ վերցրեցի միայն սուբյեկտը։ Արդյոք տվյալ անձը հանդիսանում է այդ հանցագործության սուբյեկտը։ Պարզվեց հետեւյալը։ Նախ ասեմ, մինչև որ ես պարզեի ինքը Հայաստանի Հանրապետությունից ունեց։ Խափան միջոց ստորագրություն արկայության պարագայում խափան միջոց խախտեց ու գնաց Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Ավելին ասեմ, սահմանին Վրաստանի ուրեմն համապատասխան ծառայողները գնացին եւ նրանք տարան բան։ Հիմա հարց առաջացավ։ Այս տվյալ այդ մասով անցնենք եւ մենք տեսնենք մեր օրենսդրությունը հետագայում համազգական դատարանություն կնահատառնում կա թե ոչ առաջի անգամ կամ ընդհանրապես բացի հիմնավոր կասկածի մնացած հանգամանքները կան թե ոչ, որովհետեւ եվրոպական կոնվենցիան 5-րդ հոդվածը չի ասում, որ դա առաջի անգամ կամ երկրորդ անգամ կամ երրորդ անգամ։ Եվրոպական կոնվենցիան 5-րդ հոդվածով ասում է, որ անձին քրեական կալանքադրելու ժամանակ, անձին կալանավորելու համար պետք է ունենանք հետևյալ հանգամանքները։ Առաջին, ինչի մասին որ խոսեցինք հիմնավոր կասկած, երկրորդը, որ հիմա սկսենք խոսալ, դա անձին կամ գործողություններով քրեական այդ գործով դերբեր ապացույցների դերբերմանը կամ ուրեմն այդ ապացույցների գնահատման առհասարակ։ Սա
ասում, որ ասեն, որ գիտեք, Պաշտպանյանը չի կարող խոչընդոտել ապացույցների ձեռքբերմանը, որովհետև ստիպված մենք գնում ենք իմ ճանապարհով, ստիպված գնում ենք մեղքի ընդունման ճանապարհով, ասում են մեղքը ընդունում է, հետո որպես ռիսկ միջնում է, այդ որ անձը ուրեմն այլևս վտանգավոր չի այդ մասով, այսինքն վտանգ չկա, ռիսկ չկա, որ ինքը խոչընդոտի մյուս ապացույցների ձեռքբերումը։ Բայց հանգամանքներ կան, որոնք թույլ չեն տալի մեղքը։ Բայց ամեն դեպքում, օրինակ վճռաբեկ դատարանը մեղքի ընդունման հետ կապված այս նույն որոշումը, որ ես ասեցի, դա մի հանգամանքի անդրադարձել, որ ասում մեղքի չընդունումը ինքը իրավունքից օգտվելով չի կարող կալանքի համար դրվել բավարար պայման, որ մարդու կալանքի տակ պահես, նրա համար որ ինքը մեղք չի ընդունում, սա պատժի տարր է։ Եվ ասում է, որ մեղքի չընդունելը կամ ցուցմունք չտալը չի կարող մեկնաբանել վնասի։ Սա իրավունք ենք օգտվում այդ իրավունքից։ Խելացի ներդրանները կամ պոտենցիալ հանցագործները կամ կասկածյալները առաջի անգամ անձի պետք է ցուցմունք վերցնեն, ցուցմունք չի տալիս։ Այդ ցուցմունք չտալը իր օգտին հետագայում գործողություններ կատարելու ժամանակ հաստաբանի համար աշխատանքի հնարավորություն է տալիս։ Այսինքն ինչ է տեղի ունենում ցուցմունք չի տալի, ապացույցները քննիչը ձեռք հավելում, եւ այդ ձեռք բերած ապացույցների շրջանակում իրեն հարցադրումներ տալիս։ Բնականաբար ինքը կհասկանա արդեն ինչ իրադրություն է եւ ցուցմունքը տա այնպես ինչպես որ ինքը մտածում։ Սա ասեմ անարդար կանոն չի։ Մեղադրողները միշտ ասում են, որ հանցագործները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն, եւ հանցագործները պետք է բոլոր առումից դու խոչընդոտում եք հանցագործների նկատմամբ պետական միջամտություն իրականացնել եւ պատասխանատվության ենթարկել։ Ասեմ, որ մարդկությունը եւ ընդհանրապես մարդը իր տեսակով բոլորս պոտենցիալ հնարավորություն կա հանցագործություն կատարել, բոլոր պոտենցիալ դեր կա հանցագործություն կատարել։ Ուղղակի դա հայտնի արտահայտությունը, որ բոլորը հանցագործներ են, բայց որոշ մարդկանց բախտը չի բերում։ Բայց շատ դեպքերում կա նաև, որ անձը պատասխանատվության է ենթարկվում կամ պետական ապարատի, այսպես ասած, տակ է հայտնվում, բայց ինքը արար չի կատարում։ Դա շատ է, փաստաբանները շատ լավ գիտեն, որ իրենք հասնում են որոշակի գործերով, որոշակի արդյունքի, որ այդ մարդը արդարացվում։ Իհարկե մոտեցում կա, որ անարդար չի ուրեմն այնպես չի, որ մենք չենք ինքը հանցալ չի կատարել, ուղղակի չենք կարող ապացուցել։ Ամերիկայի մոտեցմամբ ոչ մեկը չի ասում դու արդար ես, ասում է բանը մեղադրանքը չհաստատվեց, չկարողացավ հաստատվել։ Գործողություններ կան, են չի, որ դարձել ապօրինի պահել են, կամ չգիտեմ ապօրինի չեն պահել, այլ մեղադրանքը ապացույցը չկարողացավ հասցնի բավարար աստիճանով, որ այդ մարդը այդ ապացույցների ուժի ներքո քրեական պատասխանատվության է։ Դրա համար միշտ պետք է նկատի ունենալ, անկախ նրանից ինչ հանցագործության մեջ համեղադրվում անձը միշտ ինքը ունի պաշտպանության իրավունք եւ իր իրավունքներից պետք է օգտվի պետական մարմնի կողմից տրված ուրեմն չմիջամտելու հարցում։ Այսինքն ինքը պետք չմիջամտի։ Ուզում է ցուցմունք չտալ, ցուցմունք չի, ուրեմն պետք է ցուցմունք չտալ, ուզում է որ ցուցմունք տա, ուրեմն պետք է չմիջամտի ինքը։ Ապացույցների վրա ազդեցություն ունենալը սովորաբար քննիչները գրում են ասում, մենք պետք է քննենք վկաներ, դեր բերենք եզրակացություն, իրեն ապացույցներ զննենք եւ այլն։ Միշտ դատարանի մոտ եւ պաշտպանների մոտ հարց հատկություն։ Օրինակ, ինչպես պետք է դու հիմնավորես, որ անձը կարող է գտնվելով ազատության մեջ իր հարևանի քննության կատարելու ժամանակ ինքը միջամտի խանգարի, որ ճիշտ տեղեկություններ տա։ Օրինակ, իր փաստարկներից մեկը միշտ դնում է, որ ասում են դու ունես բավարար ժամանակ եւ հնարավորություն 3 օրում պետք է հարևանին քննել, որովհետեւ ավելի ռիսկային է։ Հարևանը ինքը եւ մեր ազգային մենթալիտետի եւ ընդհանուր ինքը ուզում է որ հարևանին օգնի։ Բայց գործի շահերի տեսակից դու արագ քննեի, որ ինքը դու արագ տեղեկություն ստանա։ Եթե դու ուզում ես որ քննես, ասենք 27 օր հետո դա
ողջամիտ չի, դա շահագրգռվածությունը պետք է լինի գործի բացահայտման եւ ոչ թե անձին պատասխանատվության ենթարկելու կալանքի ձևով պատժի ենթարկելու մասով։ Պետք է ուրեմն կալանքի տագնապի հանգամանքը ուրեմն գործի նպատակահարմարությունից լինի, գործի ապացույցների ձեռբերումից լինի եւ ոչ թե նրա համար լինի, որ անձին ասենք ոչինչ քրական պատասխանատվության եւ ժամանակ նրա պատժից կհանի։ Կարող անձը պատասխանատվության չի ենթարկվում։ Մենք ունենք Օգնորի Պողոսյանը եւ նրա մասը շատ եմ ասել, որովհետեւ ինքը նրա կանգնեցավ, ինքը 6 ամիս կալանքի տակ գնաց, հետո արդարացվեց։ Ճիշտ է, իրան փոխհատուցում տվեցին, բայց դա քիչ էր, հիմա բարոյական վնասի փոխհատուցման համար չէ, որ պապանդատանում գործում։ Բայց դուք պատկերացնում եք, ասենք մարդկա մեկ օրների համար, մեզ խնդիր։ Մենք ունենք բժիշկ երկրական պատասխանատվության հարցին առաջացրել, հետո հետապնդում էին իրականացնում, իրան կալանքի էին վերցնում, արդեն 3 օրեր ինքնապահված է։ Իհարկե ապացույցների ուժով մենք ապացույցները ապացուցեցինք, որ այդ մարդը տարածք չի կատարել։ Սխալ է կորակից, ճիշտ չի կորակի վրա, հանցավորությունը չի կատարել։ Բայց այդ բժիշկը Հայաստանի դուրս եկավ, իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց, կարծվեց հանցակազմի ընդհանրես կողմի հանցադեպի, բայց ինքը հանցակազմի բացակայության պայմաններում դադարեցվեց նրա նկատմամբ քրեական հետապնդումը եւ նա ինչ է Հայաստանի Հանրապետությունը գնացել որ ամբողջ չեմ ուզում ես քրեական պատասխանատվության նկատմամբ չեմ ուզում հետապնդում։ Այսինքն ամեն մի գործողություն կարող բերի որոշակի ճակատագրերի ուրեմն խեղման եւ օրինակ մարդկային խնդիրների ուրեմն որ ճիշտ ասում։ Օրինակ շատ անգամ սովետական ժամանակաշրջանի եւ այս վերջերս նույնպես հիմա էլ չի բացառվում կանանքը օգտագործում են որ հետագայում այդ մարդու կամքը կոտրի։ Կանոնավորում են այդ մարդու կամքը կոտրվում էր ինքը իր ամեն ինչ ուզում է պետական ստրուկտուրայի համար անում էր անկախ նրանից տարածքերը ինչ դեպքում որակներ հետագայում ինչ կլիներ մեղադրող կողմը ստանում էր իրեն ուզած բոլոր տեղեկությունները եւ այլ միջոցները եւ այդ մարդը նոր ուրեմն ազատ է ցածում կամ եթե չէր ստանում ուրեմն քրեական պատասխանատվություն։ Սա այս կալանքը մարդկային մեր երկրում ընդհանրապես նախկին սովետական եւ ներկայումս նաեւ ռուսական Ռուսաստանում օգտագործվում է մարդու իրականում հոգեբանորեն նյութական եւ ֆիզիկական ճնշում գործադրելու նկատմամբ։ Ամեն ինչ դրա համար է։ Խոչընդոտելու առումով պետք է քննիչը բերի ողջամիտ հիմքեր, ողջամիտ ուրեմն ապացույցներ, որ ինքը այդ ապացույցների գործողությունները, այդ ապացուցողական գործողությունները պետք է անի իհարկե չբացելով նաև մանրամասներ, որոշակի ժամանակաշրջանում եւ այդ որոշակի ժամանակաշրջանում այդ մարդը լսում գտնվելու ժամանակ կարող է օբյեկտիվորեն ազդեցություն ունենալ։ Եվ մի համոզմունք ունեմ, որ երբ անձը դրսում է լինում քրեական գործով ապացույցների ձեռբերում ավելի հեշտ է լինում, քան երբ ինքը դրվում է քրեական հիմնարկում։ Ինչի համար, որովհետև հենց անձին կալանավորվում է, նրա ընկերները, բարեկամները եւ այլն, սկսում են հնարավոր վկաների մանգալ եւ համոզել, որ ցուցմունքները կան ավելի ձևով կան։ Բայց որ դրսում է լինում, ոչ մեկը նման միջամտություն չի իրականացնում։ Բավականաբար մարդուն կալանավորեն, այդ կալանավորումից հետո նրա հարազատները, ընկերները եւ այլն սկսում են այդ գործողությունը։ Ամեն մի գնով ականատես վկայի ենթադրյալ տեղեկություն ունեցող վկաների փորձաքննությունների հետ քննարկումների եւ այլն։ Ավելի աբացական է ասում։ Ինչա կամստան։ Կալանքի համաձայնքի կա։ Ես դա շարունակեմ։ Ուրեմն կալանքի համար ժամկետի ասեմ, որ ուրեմն սահմանել է երկամսյա ժամկետ առաջին, ասում եմ, որ 2 ամիս ժամանակով անձը կալանավորման կանգնելուց հետո նրա ժամկետը, նրան կալանքի տակ պահելու ժամկետը կարող է երկարացնել։ Միջին ծանրության հանցագործությունի դեպքում 6 ամսից ոչ ավելի, այսինքն դա 3 փուլով կարող է լինել, կարող է նաև 10 օրով կալանք ժամկետի։
ուրեմն ավելի կարճ ժամանակ։ Բայց կարող է առավելագույն ժամկետը, որը սահմանել է 6 ամսյա ժամկետ։ 6 ամսյա ժամկետում գործը կամ պետք է դատարան ուղղակի կալանքի քննիչը, եթե ուզում է որ իհարկե անձու քրեական հիմնարկում հնարավոր կալանավոր, կամ պետք է քննությունը շարունակի, ուրեմն անձու գտնվելով հաջողության։ Ծանր եւ անհամապետ ծանր հանցագործությունների դեպքերով օրենսդիր թույլատվում է մինչև 1 տարի։ Բայց ասեմ, դա նախաքննության ժամանակ անհաշտ, նախաքննության իրականացման այդ հատվածումը հաշվում։ Երբ գործը եկավ դատարան, այլևս այդ ժամկետները չի հաշվում։ Սա ունի բացական կողմ։ Եվրոպական դատարանում մենք ես եւ էլի մարդիկ դիմել ենք դատարան, եվրոպական դատարան ասել, որ ճիշտ է մեր օրենսդրության որոշակի կանխատեսելիություն կա նախաքննության ընթացքում, որ անձը կարող է քրեական գործը մինչև ավարտելը 1 տարի կամ 6 ամիս մնա իրակատարական հիմնարկելու որպես կանոնավոր, բայց գործը մտավ դատարան, այլևս ինքը այդ հնարավորությունից կանխատեսելիք ինչքի գործը ինչքան կգնա, ինչքան կքննի, ինչքան ապացույցներ կգնի։ Հիմա ես գործ ունեմ, ասեմ, որ առնվազն 130-ից ավել վկաներ կան, տնտեսական հանցագործություն։ 130 վկային հարցաքննվում նախաքննության կողմից, անձը արդեն քրեական հիմնարկում գտնում է 10 ամիս։ 10 ամիսը հուվարի կլրանա, եւ ես ինչ ասեցի դատարանում, ասեցի 1 տարին չեք հասցնել նախաքննությունը 1 տարի անելու, որովհետեւ եթե պայմանականորեն դուք հասցնեք 11-րդ ամսում նախաքննություն ավարտեք, այն 1 ամիսը ես գործին ծանոթանամ չեմ հարցրել ծանոթանամ, հետևաբար չեք հարցրել ավարտել, իսկ չեք էլ կարող եք դատարան ուրեմն մինչև ավարտել ես տասնյակ միջնորդություններ։ Այս դեպքում պետք է նաև դատարանը իր վարորդում գտնվելու ժամանակ պարբերաբար նաև վերանայի 1 ամիսը, 2 ամիսը, որովհետև տեսեք ինչ հաջորդ պայմաններում։ Եվրոպական դատարանն ասում է, թե հիմնավոր կասկածը այդ պահին, եթե առկա է, կալանքը այդ մասով կարող է բավարարվել, մյուս պայմանների Հայաստանի Հանրապետության մի քանի դեպքեր եղել, եւ մի քանի դեպքերը դարձել են միշտ քննարկման առարկա, որը ես դեռ քննարկում։ Ուրեմն պայմանականորեն վերցնում, որ անձի նկատմամբ գրավակ իրավունքան իրավասության առաջին դատարանի որևէ ներկա եւ առաջի դատարանի որոշման հիման վրա անձը մուծումագրավ եւ գտնվում դրսում։ Մեղադրող կողմը ոչ քննիչը, մեղադրող կողմը կառավարությունը իրավունք ունի բողոքարկելու այդ դատական ակտը։ Ինչի օգտվելով բողոքարկում։ Անձը գտնվելով դրսում, գնում է իր արվեստին մասնակցումը, ասում է եկել եմ ես վերացնի դատարան։ Ես չեմ փախնի, խնդրում եմ նկատմամբ իրավունքներ չլետանել եւ այլն, բայց վերացնի դատարան եկան։ Անձի նորից տանում են քրեական հետ։ Հիմա այն ժամանակահատված, որը ինքը գտնվել է դրսում, ինչպես է հաշվարկվում։ Այսինքն որպես կալանքի։ Ասենք 20-ը։ Ես դա ավելի կոնկրետ ասեմ։ Ես ունեմ գործ, անձը դատարանի կողմից ենթարկվել է կալանքից, դա ժամկետը երկարացվել է եւ ուրեմն սահմանվել է եւ վարած աշխարհ թվական նոյեմբերի 5-ը։ Ստակ նշել է երկամսյա ժամկետով մինչև նոյեմբերի 5-ը։ Իրա վերաբերյալ դատարան գործը քննել է 15 օր անց։ 15 օր անց, իրարեզուց 15 օր անց։ Եվ բեկանվել։ Ու ինչ է, այլևս չկա դրան։ Դատարանը վերաքննության վերակ իրարու մասով ճանաչել թույլատրել բեկանել։ Մնում է չէ, նոյեմբերի 5-ը։ Նոյեմբերի 5-ը անցել է, քննիչ չի բերում ժամկետի երկարացնել։ Ինչ պետք է անում։ Երկրատվական հիմնարկում։ Պետք է ինչ անի։ Հաստով է։
եթե ժամկետը չի հասնում, պետք է։ Ես դիմեցի ամսի 6-ին քրեակատականի մեջ, ասում արդեն բաց։ Ասացին չէ։ Ինչի որովհետև ասում են 15 օրը չի նստում։ 15 օրը չնստելու վերաբերյալ մենք ունենք հիմա ես ներկայացրել կամ օֆիցիալ եվրոպական դատան, ասում որ դա այդ 15 օրյա ժամկետի վերաբերյալ պետությունը պատիժ է դիտել, որովհետև միայն պատժին է բնորոշ չկրած մասով փոխարինել։ Չկրած մաս հասկացությունը միայն պատժին է, իրանք չկրած մաս են փոխարինել։ Այս դեպքում ուրեմն տվյալ անձի նկատմամբ այդ 15 օրը պահելը դիտարկում է առանց դատարանի որոշում։ Ես սովորաբար կալանքների վերաբերյալ դասընթացների սեմինարների ժամանակ առաջին հերթին ասում եմ, թե ինչպես պետք է կալանքը կիրառել, բայց այս դեպքում ես նախընտրեցի մանրամասներ ներկայացնել մի քիչ հետևից, բայց հիմա անցնենք ուրեմն այն մասին, թե ինչպես պետք է կալանքը ընտրվի։ Ճիշտ է, եւ փաստարկներ ներկայացրեցի, որ ոնց պետք է ընտրվի, բայց ինչպես պետք է ընտրվի կալանքը, որ դեպքում ընտրվի կալանքը, որ դեպքում կարող է անդրի ազատությունը սահմանափակվի։ Այդ եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը։ Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը, եթե մենք ուսումնասիրում ենք, գրած է յուրաքանչյուր մարդ ազատության անձի ազատության իրավունք ունի, ոչ ոք չի կարող ազատությունը զրկել այն կերպ հետևյալ դեպքերում եւ օրենքով սահմանված կարգով։ Անձի օրինական կալանքի տակ պահելը իրավասու դատարանի կողմից նրան մեղավոր ճանաչելու հիման վրա։ Անձի օրինական կալանավորում կամ ձերբակալումը դատարանի օրինական վճռի չկատարելու համար կամ օրենքով կարգավորված ցանկացած պարտավորություն կատարման ապօրինի նպատակով։ Անձի օրինական կալանավորում կամ ձերբակալումը այն նկատառումը, որ նա կալմի իրավասու դատարանի առջև, մարմնի իրավասու դատական մարմնի առջև, հիմնավոր կերպով կասկածելով, դա արդեն դերկետն է, որի մասին ասեցինք, եւ մեկնաբանենք ինչ է նշանակում դատարանի որոշ իրավասու դատարանի միջոցով։ Որպեսզի անձը կալանավորի, ես ասացի, որ պարտադիր դատարանի միջոցով պետք է արվի, բայց ասում եմ, որ օրենքով սահմանված կարգով։ Ինչ է նշանակում օրենք։ Օրինակ, եթե տեսնում նշել մի քանի հարցեր։ Օրինակ, եթե դա կառավարության որոշում, ասի կատարում են Հայաստանի Հանրապետության քրեական դատարանության, անձին կալանքի ենթարկելու համար պետք է ուրեմն սահմանվի նաև SSS պայմանները։ Կարող է դա օգտագործել։ Եվրոպական կոնվենցիան, Եվրոպական դատարանի մեկնաբանության արդյունքում ասում, որ օրենք ասվածը պետք է լինի օրենք ընդունող մարմնի կողմից, այսինքն տվյալ դեպքում ներկայացուցչական մարմնի ազգային ժողովի կողմից, տվյալ մեր պետությունում ազգային ժողովի, մեր պետությունում պարլամենտ եւ այլն, եւ բավարար չափով հասկանալի է, որ անձը իր վարքագիծը համապատասխանեցնի տվյալ կանոնին, այսինքն իրավական որոշակցության կանոնների սահմանման կանոնների պահպանվող, համապատասխանող լրացում, ուրեմն օրենքի առկայություն։ Մենք խոսեցինք դատարանի մասին, մենք խոսեցինք օրինական օրենքի մասին։ Եթե անձի կալանավորումը լինում է, ինչպես շարժ դատարանը գնահատական տալիս է, զուտ նորմի արտադրված նորմից արտադրված ուրեմն առանց պատճառաբանված որոշման, մենք պետք է եվրոպական դատարանում վիճակենք, որ միայն հիմքերն են բացակայում, այլ նաև անօրինական է կալանավորում, որովհետև Հայաստանի Հանրապետության օրենսգրությունը նախատեսում է պայմաններ, որ այդ պայմանները չի ներկայացնում։ Վերկեջարան փաստաթղթի վրա կալանավորում չի լինում։ Եք չհամստացեք, Բայց ռիսկի գործոնը գնահատելու համար այս հանգամանքները պարտադիր պետք է նայեն։ Եթե անձը հանրային ինչ պիտի նայի, ինչ պիտի խոչընդոտի, ոնց պիտի փախնի, ռիսկերը պետք է նայի։ Ես բանը որ տվել եմ համապատասխան
տեսական շատ տեսական մասը է, ես համանացություն ստերի ես քան բան եմ, քան բան եմ, Դեք միացնենք նոր էլի։ Աստվածանից ուզում ենք իրականացնել պաշտպանություն, որտեղ կալանքի տակին ոնց կարող է քալանքի տակ ոնց կարող է իրականացնել պաշտպանություն։ Անտի իրանության պաշտպանություն ունենալը, բայց ուզդիրը նախատեսում է որոշակի դեպքեր եւ դրան պարտադիր։ Անոնք հայոց լեզուն չի դա։ Կարելի է երկու հոգումներ ասում են հարցում ես, մեկը ունի մյուսը չի։ Որոշակի հիվանդություն կա, որ զավ չի դասում, կամ ինքը ուզում է պաշտպանությունա, բայց ով չունի։ Այդ պաշտպանությունը պայմանավորված չի ամբողջությամբ քաղաքի հետ, ինքը իր ակտիվը ուզում է պաշտպանել։ Ինքն է որոշում իր պաշտպանությունը ձևը եղանակները։ Սոշալ դիվորա իրական գործով ինքնուրույն շնորհանալու պաշտպանների գործը պաշտպանությունը կամուսել է։ Որտեղ բավականին մասնակցությունն արել է։ Իսկ հիմա հնարություն տրված նախաձեռնությունը իրականացում անունին է դիալոգությունը տրված և նեղազորինը բոլոր ապացուցեն ասում է նեղացանմաններ կամ նեղազոր այնտոնակ թե գնահատող ումոտ ես չեմ կարող գնահատանում են դիմում, բայց հիմա եթե դատան ասի քանի որ օրենքը նախատեսում է որ ապացույցները ձեռքբերվի և տրամադրվի նեղադրողի կողմից հետո պես միջև կա մրցակցության կանոնները խախտի և արդեն դրա համար դատարանները չեն օգտվում նորմից հիմնականում ուզում են տալիս որ այդ ապացույցները դուզեն բայց բաց չի փաստարկվում իր ձեռքերը որ նրա ամեն ապացույցը ինքներն աշխատում բայց ես օրինակ գործ կա որ կավարտեցին 100 էջով և 75 էջը իմ ձեռքերով փաստարկել ձեռքերով ապացույցներ բայց որ կա որ պետք չի նավարում պես ապացույցներ կարևոր է որ դու նոված որ ինքը միջև դերություններ պետք չի միջամտես որ ուզի դերի զավ կաղուցի և ոչ մի բան չկարում հաստատանեք կա ինչքան դերություններ տեսնում նախականության ինչքան կեն ես բանն կաղուցում ասի նիշն ուրախանում հաստատանական մի անգամից դերություններ շուշու դրացում վերմանական ապարտակն Սկսենք։ Հա։ Ուրեմն ուզեմ որ մենք խոսենք կալանքի ժամկետի երկարացման հարցը, ճիշտ է ես ասացի որ կալանքը կարող է նախաքննության ընթացքում երկարացվել միջին հանրության հանձնվողության դեպքում երկերն է որ հանրության հանձնվողության դեպքում միջև 6 ամիս ժամանակով այդ 6 ամսյա ժամկետում կամ նախաքննությունը ավարտվել կամ պետք է օգնել ազգի վազգաններ ազատությունից սահմանափակեն իսկ կամ առանձնապես անհնարինությունների դեպքում միջև 1 այս ժամկետը չի վերագրվում դատախազության ընթացքին երկրորդ մտաբնականը այլևս կալանքի վերաբերյալ հաշվարկ չի կատարվում հաշվարկը փոխվում է ուրեմն օրենքի ուժով մենք ինչքան դատարանը գործ նախասեն որ ինչպես պետք է ժամկետը երկարացվի որպեսզի կալանքի ժամկետը երկարացվի քննիչը պարտավոր է ժամկետի մինչև լրանալը մինչև 15 օրվա ժամկետը դատարանի երկարացնի միջնորդություն եթե երկարացնի միջնորդություն 10 օրվա ժամկետը երկարացնի միջնորդություն և ասի որ ես չեմ հարցել նախաքննությունից իրականացնել հետևաբար պետք է խնդրեմ որ ժամկետը երկարացնի Մշտապես դատարանի դիրքորոշմամբ և եվրոպական դատարանի դիրքորոշմամբ որպեսզի կալանքի ժամկետը երկարացվի անհրաժեշտ է որ քննիչ հիմնավոր
հաստատակնության հիմնավորի դատանի կողմից հաստատ, որ քննիչը այդ շատ գանասիրություն է ստանվել գործը ավարտին հասցնում սակայն չի հասցել։ Ինչով ապետ դա հիմնավորը չի հանավոր ասելով, ինչ պետք է ներկայացնի առնվազն իր կատարած գործողությունների համար։ Եվ թողնացություններն առաջի էջերը, չբացահայտելով նախաքննությունը գաղտնիքի, եթե իհարկե նախաքննության որոշակի տայար գտնում է որոշակի է, կամ ներկայացնի այն գործողությունների ցանկը, որ դերևս ինքը պետք է կատարի։ Հաջորդը պետք է ինքը հիմնավոր դատարանում, որ կալանքի ժամկետի ընտրության ժամանակ դատարանը ինչ հիմքերով ներկայացրել է, դատարանը ինչ հիմքերով ներկայացրել դատարանը հաստատված է համար, դրանցից դրանք պահպանում։ Եվ մի օրինակ վերեմ, տնտեսական հանցավորությունների վերագործություն է, ասացի, որ անդրական 10 ամիս է կյանքի տակապը, վերդարում ուտարապես 32 հաց սուտմունքների առաջին էջել, ասում տեսեք սուտմունքները մեծ է, չեմ հասցում։ Ես վերցրեցի, որպես կոմ բնականաբար իրավունք տանանամ ներկայացրած հաստատների, վերցրեցի և փորձեցի հասկանամ ինչ գործ կապում մեր գործի հետ, Հատանում դրոշում ասացի, որ այդ կապացությունները, որը դատարանը ներկայացնում է, միայն համընկնում է գործի թիվը։ Ուրիշ ոչ մի տեղեկություն մեր գործից հաստատված չի, այս ինչան է հանցագործություն, որ կատարել է կամ արագ կատարել, դες հետ ինչով է առնչվում։ Այն անձանց վերաբերյալ գործը, այսինքն ինչ արել, այդ անդրյա կատարած հանցագործության մասը հիմնավորում է, անցել են ուրեմն ըստ հերթականության, ուրիշ անձանց վերաբերյալ գործերաբացում, նրանց վերաբերյալ քննում։ Չեն կարող առանձնացնել քննում, բայց որտի վերաբերյալ գործ չկա, այլևս կատարելու ինչ նախաքննությունը ավարտվա, բայց մարդ կատարում անազատության մեջ։ Ես նշեցի մի գործ Ռուսաստանի վերաբերյալ, մոմենտյան Ռուսաստանի, որ եվրոպական դատարան դիրքորոշում է ասել, հայտնել, որ հիմնավոր կասկածի մասով մեջբեր եմ կողքի, դա 2006 թվականի 70-64 կոտորածրովինք ուրեմն գործն է։ Ասում է հիմնավոր կասկածի շարունակական արտադրությունն առայն, որ կառավարված անձը կատարել է հանցագործություն, հանդիսանում է անհրաժեշտ պայման կալանքի ժամկետի երկարացման օրինականության համար, այնուամենայնիվ որոշակի ժամանակ անց դա դառնում է ոչ բավարար։ Նման դեպքում դատարանը պետք է պարզի, թե դատական իշխանությունների կողմից ներկայացված մյուս հիմքերը շարունակել են արդյոք արդարացնել ազատությունից զրկելը, եթե նման հիմքեր եղել են համապատասխան և բավարար, ապա դատարանը պետք է պարզի նաև թե քննություն իրականացնելիս իրավասու մարմինները դրսևորել են արդյոք պատշաճ գերազանցություն։ Այսինքն այս հանգամանքները պարտավոր է միշտ հանրապետության ժամկետի երկարացնելու կապված հարցը ի վերջո դատարանը կարող է միշտ գնահատական տալ կալանքի վերաբերյալ հարցին, որովհետև ճիշտ է օրինակ ինքը երկամսյա ժամկետ է կալանքի, բայց օրինակ կարող է վերցնել գործերը և պարզել, որ ինքը 3 օրյա ժամկետում ավարտվել է մարդու վերաբերյալ քննությունը։ Երասիկ երկկողմից ինչի կարող եթե մանրաժողովությունը բացակայել է ինքը ընդունել մոմենտյալով վերաբերյալ գործը, ազատել կալանքից։ Ժամկետի երկարացման ժամանակ դատարանը կարող է նաև իմ կարծիքով կարող է նաև գնահատական տալ այն ժամանակահատվածում, որ ժամանակահատվածում այլևս գործողություն չի իրականացել և անձը կալանքի տակ պահել։ Մոմենտյալովի գործով մեր միջազգային դատարանը ճիշտ է վկայակոչելով այդ գործը ինքը
բազմաթիվ մի քանի որոշումներ ընդունել, որ ասեմ, ցավոք մեր ստորադատաները հազվադեպ դեպքում հազվագյուտ երևույթ համեցին եւ կարգավորում են նմանատիպ ազատությունը չեն սահմանափակում։ Ուրեմն բայց կարգավորչելը օրինակ այդ Բամերյարովի գործը մի շատ որոշումներ ընդունել Ասլան Ավետիսյան եւ այլն, Ասլան Ավետիսյանով մի քանի մեկնաբանություններ անում, որով հիմնա եթե Ասլան Ավետիսյանի գործը մենք կարդանք, ինքը նույնիսկ զարգացել է եվրոպական նախագծը։ Ավելի պայմաններ ավելի խիստ պայմաններ դրել անձնական տակնապ։ Իհարկե մենք պետք է նաեւ հասկանանք, որ ինքը նաեւ դիրը խափանող միջոցների մեջ ընդունություն դերավորելու ինքը առավելագույն խիստ տեսակը տալանքը ընդունում է որպես բացառիկ խափանող պետք առաջին մնացածները, ինչպես հասանալիության մնացած խափանող միջոցները, որ հետո նոր ազդես կանանքի հարցի։ Եվ ուզեմ, որ հանրիքը հարցեր կատար, մի փոքր մի երևի 5 րոպեից ասում նաև օրինակ հոգեբուժարանում այլ վերաբերյալ դիրքորոշման, եթե ինչ է, որ անձին հոգեբուժարման հնարավորություն վերաբերյալ ժամանակ ունեցություն պատկանություն չզարգացած նախադեպ չկա դրա վերաբերյալ։ Նախ սկսել նրանից, որ անձը երբ ապօրինի պահվեց հոգեբուժարանում, եթե պահվի ինքը վիճարկելու համար իրավական հնարավորություն չունի։ Եթե ինքը ուզում է վիճարկել հարցը, այդ խնդիրը ինչի ազատությունը զրկեցի, դա ապօրինի պահեցի եւ այլն, ինքը իրավական հնարավորություն է զրկական միայն մի եղանակա, երբ ինքը հաղորդում տա, ասի ինձ ապօրինի ազատությունը զրկել միայն պատասխանատվության քրեական հետապնդում իրականացնող մարմինները որոշակի ուսումնասիրություն իսկ քննչական մարմինները նաև քննություն կատարելու եթե պարզեն, որ ընթացակարգերը պահպանվել են, չի կարող քրեական պատասխանատվություն առաջացնել բժշկի նկատմամբ, բայց հիմքերի վերաբերյալ գնահատական տալու համար մեխանիզմ Հայաստանի Հանրապետությունը ինչի համար, որովհետև մենք քաղաքացիական իրավունքի նորմեր պահանջող դատավարական կամ միտական իրավունքի նորմերի հետ նայում ենք, սկսած քաղաքացիական օրենքի 14-րդ հոդվածը իրավունքի պաշտպանության եղանակները, որոնք նախատեսված են, չնայած շատ են եւ այլ եղանակներով օրենքով սահմանված, շատ է տեսակները, որ դեպքում կարող է տան այս երկրում, ես որ դեպքում կարող եմ այս ներկայացնել դատան։ Այնը բարոյականը չկար, որ վերաբերես համարական դատան նշել, որ բարոյական իրավունքի փոխհատուցում վերաբերյալ քանի որ նոր լրացությունը չի պարունակում նորմ ինքը հակասահմանադրական նշել ենք նոր, որ քանով հնարավորություն չի տալիս բարոյական փոխհատուցում պահանջում թիմերի տականան, ուրեմն հակասահմանադրական։ Տեսեք, հոգեբուժարանում պահող մարմինները, հոգեբուժություն իրականացնողները պետական ոչ առանցային կազմակերպություններ Հայաստանի Հանրապետության ինքը վարչական մարմին չէ։ Չես կարող դիմել վարչական դատարան, ասես վարչական մարմինների վերաբերյալ գործողությունները ապօրինի է։ Եթե դու կալանավոր քրեակատարական հիմնարկում ես, կարող դիմել դատարան, ասես քրեակատարական հիմնարկումի դավեր է պահել։ Ում գերատական տուն հետ եւ փոխհատուցում որ դատարանը քնի որտեղ գործունի կարակի հասցեի որովհետեւ վիճարկելու հնարավորություն, բայց հոգեբուժական հիվանդանոցում ունենալու վերաբերյալ չկա այդ իրավական հնարավորություն։ Ես միակում եմ ներկայացրել, մարդ մեկին ասում ես ինձ ապօրինի են տալի, ոչ մի բան չեմ արել, դիմել եմ տալի, հա ճիշտ է, ես ունեցել եմ առաջին բայց ես հիվանդ չեմ, դիմել եմ տալի, ասում եմ դու խնդիրներ ունես, այլ 26 Ես դիմել եմ դատարան մոտ 14 ես գինեմ, որ 14 հոդվածը չի նախատեսում հնարավորություն, որ դու դիմես դատարան։ Ես ոնց ճանաչեմ նրան ազատությունից համար։ Քրեական չի, քրեական պատասխանատվություն չի, ուրեմն ես չեմ կարող։ Քաղաքացիական չի, նրան միայն վարչական դատավարությունը չի նախատեսում։ Այսինքն այս իրավական բարձը մասը, որը դա հնարավորություն չունի
վիճարկելու, սա եւ 5-րդ հոդվածի խախտում է, որտեղ 5-րդ հոդվածում ասում է, որ անձը իր վերաբերյալ դեպքերի բողոքարկելու իրերի նկատմամբ անազատություններ պահել։ Եվ 6-րդ հոդվածի մասը նաեւ ինքը իրավունքների վերաբերյալ քննությունը ապահովել, քննությանը մասնակցելու չկա։ Ինչպես է 13-րդ հոդված, որտեղ միջոց չկա պետական մանրամասն, չկա որ դատարանների մասը քննությունը վերաբերյալ գործողություններ։ Ես փորձում եմ, որ համազգական դատարանների ճանապարհով այդ հարցը կարգավորել ընտրել կազմակերպության հետազոտական դիսցիպլինարի ճանապարհը, որ այդ բացը փորձենք լրացնել դա չափայանի գործներ, փորձենք վերաքննիչատանում ենք ու շարունակենք։ Քանի որ բողոքարկելու վերաբերյալ հարց բարձրացրեցինք, ասել որ կալանքի վերաբերյալ գործերը անձը երբ իր նկատմամբ ունեցած խափանումիջոց կալանք ինքը իրավունք ունի բողոքարկելու վերաբերյալ։ Այդ ժամանակահատվածը, որը որ ինքը բողոքարկելու է, որովհետև նախատեսված է, որ կալանքի ժամկետի կապ չունի բողոքարկմանը կամ օրինականություն մեջ մտնելու հանգամանքը ինքը կատարման ենթակայան է։ Այսինքն, եթե դատարանը ընտրեց կալանք, ինքը անմիջապես պետք է կալանավորվի։ Եթե ընտրեց գրավ, այդ որոշումը ուրեմն կամ հնարավորություն կա բողոքարկելու եւ անկախ բողոքարկումից, եթե գրավը մուտվել անձի կողմից համարակարգների կողմից, ակցիոնի կողմից մուտվի, անձը գտնվի դրսում։ Եվ կտրոնը ներկայացրեց քրեական քննիչները չի զբաղվել, որ չունի պրակտիկա, ինքը իրավունք միշտ հարց առաջկարեց, դա դատարանը որոշեց գրավ կիրառելու վերաբերյալ, ես ինչ անեմ։ Ինքը ոչինչ չի անում, ինքը միայն է չեկը կամ փաստաբանը վերցնում, սովորաբար փաստաբանին ունում վերապաստաբանի ֆունկցիա։ Քննիչ պետք է չեկը վերցնի եւ դա իրավապահական հիմնարկ եւ անդիմաշարք։ Բողոքարկումը հատուկ ռեժիմով գործերից է, որ ես պետք է այն ուրեմն քննի 10-օրյա ժամկետում վերաքննիչ դատարանի կողմից, վերաքննիչ դատարանը կարող է բեկանել, կարող է մերժել։ Բեկանման դեպքում ինքը բնականաբար պատճառաբանում է, թե ինչի պետք է կալանք չընտրվեր կամ ինչի պետք է գրավ չընտրվեր եւ ներկայացնի բավարար փաստարկներ հիմնավորվածություն գրավ չընտրելու կամ կանոնավորելու հարցի վերաբերյալ։ Վերաքննիչ դատարանի որոշումը նույնպես բողոքարկման ենթակա է, որը պետք է բողոքարկելու շահել։ Խափանումիջոցի հետ կապված մի հարցեր ասեմ, որ անկախ խափանումիջոցի տեսակից, ընդ որում ես ասեմ, հաճախ հարցեր առաջ գալիս, որ բոլոր գործերով խափանումիջոց են ընտրում։ Օրենսգիրը նախատեսել է ոչ թե խափանումիջոց ընտրելու պարտականություն, այլ խափանումիջոց ընտրելու լիազորություն, այն դեպքում, երբ դու մտածում ես, որ այդ խափանումիջոցը ընտրելով դու որոշակի ձևով վարքագիծը կանոնակարգում ես նախաքննության գործողությունները։ Այսինքն, իմ նկատմամբ խափանումիջոց, որը խափանումիջոց շրջանակներում ես ձեռք մնամ որոշակի գործողություններ կատարել, որը նախաքննության խնդիրներին ապացույց բերելու եւ այլն կամ իմ փոխում։ Որը խափանումիջոցի տեսակ կա, որոնք համակարգության ուսումնասիրության անձնելու։ Բայց գործեր կան, որոնք անհրաժեշտություն չկա խափանումիջոցում, բայց քննիչները սովորաբար կանոնակարգված միշտ ընդունում են խափանումիջոց։ Ասեմ, որ խափանումիջոցի վերացման լիազորություն ունի միայն դատարանը եւ դատախազությունը։ Կալանքի նույնիսկ կալանքի վերաբերյալ խափանումիջոցի վերացումը վերապահված է ուրեմն դատախազությունը։ Գրավի վերացման մասով դատարանը։ Գնաց որ առհասարակ խափանումիջոց վերացնի դատախազությունը խափանումիջոցը վերացնի, նաեւ վերաբերվի օրինակ եթե կալանք է, նրա այլընտրանքը հետ։ Այսինքն, եթե ընտրված է կալանք փոխարինված գրավով, կալանքը վերացվեց, դերևս գրավը չի մտած, կալանքը վերացվեց գրավը հետը կվերանա։ Դատախազը իրավունք ունի նաև ամբողջական վերացնելու խափանումիջոց։ Այսքան կալանքի վերաբերյալ չնայած որ կալանք 5-րդ հոդված ինքը որոշակի խնդիրներ, բայց դրա մասին մենք
գործերով ամենաառանձին գործ է կալանքի քննության վերաբերյալ գործ իր համարով իրացվող այդ կալանքի հետ կապված գրեթե այդ կալանքի հետ կապված այդ գործի շրջանակներում կալանքը գրավը նույն գործի շրջանակներում որովհետև չի սահմանափակել քանի անգամ կարա գրավի հարց գնալ կարա ամենով գրավի միջնորդություն ներկայացվի ամենով չի սահմանափակել երբ ուզի պաշտպանական կողմը կարա գրավի միջնորդություն ներկայացվի իսկ դատարանը ներշում է գրավի պահը իսկ հետո հայտարարական պարզաբանում որ իրավունքները ու կարա գրավը իրավունք դա ոնց է դա ո՞նց է դիմում Վերաքննիչ դատարանը քննում է նաև կալանքի գրավիչ կիրառման վերաբերյալ գործերը նույն ընթացակարգով, ինչ ընթացակարգով մյուս կալանքի և մյուս գործերի վերաբերյալ քննող գործեր։ Նկատվում միջդատական վարույթ։ Միջդատական վարույթում կալանքի բողոքարկման և գրավի բողոքարկման վերաբերյալ գործերը քննում են միանձնյա կարգով վերաբերյալ։ Իսկ հնարավոր է այդ դատաքննության պրոցեսը կալանքի ավելի երկար Կալանք ավելի երկար քննի կալանքացնություն գրավի այդ գործում են դատարան ու առաջին ացիային դատարանը մերժում է, հետո դիմում վերաքննիչ դատարան բողոքարկման կարգով ու այդ ժամանակահատվածը երկարաձգվում է։ Հետո պարզ է դառնում, որ անձին կարա ինքնուրույն տալ այդքան ժամանակ, բայց իհարկե Միջնորդ դատարանը նախադեպ ունի, երբ ինքը քննել է գործ, որը վերաբերյալ կալանքի վերաբերյալ գործակն է, բայց այդ գործը արդեն քննվելուց է։ Եվ նշել է, քանի որ այս որոշումն արգելոժնակետ չունի, ես չեմ կարող այդ որոշումը բեկանեմ, բայց դրանք անդրադառնամ ըստ էության եւ ինքը սահմանել է մի շարք կանոններ։ իսկ այդ վեճանալի դատարանի նախադեպը, որ ասացի հազվագյուտ է, որ առաջացի դատարանները դա նորմալ է։ Քիչ են օգտվում։ Իսկ բայց դա բանը չէ, պարտադիր պայմանը չէ, դա դատական նախադեպ է։ Պարտադիր պայմանը, բայց հաշվի առնելով, որ ըստ նախադեպերի հիմնականում եվրոպական դատարանների ընկերներն ապահովելու նպատակով քիչ ավելի կատարում է։ Իսկ պետք է չէ պատճառաբանել իրանք, ասում երբ բանը ինչ է բոլոր դեպքերում պետք է պատճառաբան Վերջնալի դատարանը պատճառաբանություն ասելով ասում է Պատական ակտում պետք է նշվել ինչպես փաստական համեմատների, այնպես էլ այդ փաստական համեմատների և իրավական նորմերի համաձայնող վերլուծությունները։ Դրանով իսկ ապահովում դատական ակտի պատճառաբանությունը։ Այսինքն փաստական համեմատները պետք է վերլուծել համադրել նորմերի հետ, եթե ամբողջ մեջ գնահատական։ Քանով այդ փաստական համեմատը բավարար, հետագա իրավական նորմը կիրառելիությունն ապահովելու Իսկ որ դա արդեն առաջ արձան դատարան չկիրառել, արդեն նորից վերաքննության կարգով բողոքարկումից վերաքննիչ դատարան։ Իսկ որ դա արդեն առաջ չէ, հատուկ այդ միջև ինչ որ նույն եղել է, հիմա վերաքննիչն ընդունի, առաջ արձանի որոշումը համաձայնվել, այդ որոշումը արդեն այդ կդառնա, չէ՞, համանման գործին, նույն ձևով թե նոր քննություն պետք է սահմանվի։ Ուրեմն միջնորդը մի հետաքրքիր բան ասում, վերաքննիչ դատարանը չի կարող ըստ էության միջդատական բարության ըստ էության նոր որոշում կայացնել, նոր ակտ կայացնել, ինքը պետք է կամ բեկանի կամ չբեկանի, կամ մերժի։ Ես քսենք առաջին է, ես կարդամ, դա դուք մենք Կոնվենցիայի 5-րդ հոդվածի նպատակն ու առարկան գլխում է բաժակները Կալանքի կամ դեմերը կարդամ։ Անուշ ջան կարդա։ Կալանքի կամ թարգմանության օրինականությունը ըստ կոնվենցիայի 5-րդ հոդվածի առաջին կետի նշանակում է, որ Միսրան բոլորը Հերթան
Պետական օրենքով սահմանված կարգով Ճիշտ է։ ձերբակալումը կանխել Կոնվենցիայի պետք է պետք է պետք է համապատասխանի կոնվենցիայի նպատակներին կալանքը կամ ձերբակալումը չպետք է լինի կամայական մեկ է բոլոր Դասը օրենքով պետք է լինի պետք է համապատասխանի կոնվենցիայի նպատակները եւ պետք է չլինի կամայական բոլոր Մոնիկա ջան Կոնվենցիայի 5-րդ հոդվածի առաջին մասի օրենքով սահմանված կարգով արտահայտությունը օրենք հասկացության տարածվում է միայն օրենսդրական ակտերի վրա, օրենսդրական ակտերի եւ գերատեսչական ակտերի վրա, օրենսդրական ակտերի, գերատեսչական ակտերի տեղական իշխանական մարմինների ակտերի վրա, օրենսդրական ակտերի, գերատեսչական ակտերի, տեղական իշխանական մարմինների ակտերի, միջազգային պայմանագրերի, դատական ակտերի եւ նախադեպերի վրա։ Մի որն է։ Ճիշտ է։ Ո՞վ է համաձայնողը։ Մեր ոչ իրավաբան աղջիկը։ Չգիտեմ, ես ճիշտ ասած։ Դուք ասիք ասա։ Մենք սովորեցինք, է։ Ամենակարևորը որ ոչ իրավաբանը, իրավաբանի ասած կամ իրավաբանի ասած իրավաբանի հիմա արդեն հանդիպում է ոչ իրավաբանի կողմից դրա համար է շատ որ դժվար է շատ ասել։ Այդ բասով իհարկե անա որովհետև մենք ասում ենք օրենքով պետք է լինի միայն օրենքի իմաստով կոնվենցիայի 5-րդ հոդվածի առաջին մասի օրենքով սահմանված կարգով արտահայտությունում օրենք հասկացությունը տարածվում միայն նորմատիվ իրավական ակտերի վրա, անհատական ոչ նորմատիվ իրավական ակտերի վրա, նորմատիվ անհատական եւ ներքին իրավական ակտերի վրա։ Որն է։ Իրավական ակտերի մասին Ես եմ անշել։ Որտեղ անհատականը նորմատիվները կոնվենցիայի 5-րդ հոդվածի առաջին մասի օրենքով սահմանված կարգով արտահայտությունը օրենք հասկացումը նշանակում է որ ազգային օրենքը պետք է օժտված լինի մի շարք որակական հատկանիշներով, հակառակ դեպքում չի համապատասխանի օրենք որակի հասկացությունը, որոնք են այդ հատկանիշները։ Օրենքը պետք է լինի հավասար բոլորի համար, օրենքը պետք է լինի արդար ու օբյեկտիվ, օրենքը պետք է լինի պարզ ու մատչելի, օրենքը պետք է լինի մեկնաբանելի։ Հավասար բոլորի համար։ Ո՞վ է դրել դա։ Ո՞վ է դրել դա։ Ո՞վ է դրա մասը որն է կամում։ Օրենք օրենքը պետք է լինի արդար ու օբյեկտիվ, օրենքը արդար է որն է։ Բայց օրենքը ում դա արդար։ Կամ էլ արդար չի։ Եվ գալի ասել արդարին իրավական։ Բել բացառեցին, չէ։ Եկան գն, լավ չեմ ասում։ Օրենքը պետք է լինի պարզ ու մատչելի։ Կարա չլինի, բայց ով է։ Երկար ծավալուն ինչ-որ բան լինի։ Օրենքը պետք է լինի մեկնաբանելի։ Օրենքը մեկնաբանությամբ զբաղվողը զբաղվում։ Դա մեկնաբանելի ես է դարձավ։ Բայց պետք է լինի հավասար բոլորի համար։ Օրենքը ոչ բոլորի համար, դա կարող կանցկացությունը կատարի ինքը հավասար լինի։ Ինչ կա։ Օրենքը պետք է լինի պարզ ու մատչելի։ Այդ ինձ մոտ ես կարծեմ որ հասկանում։ Դա իրավական որոշակցություն է։ Եթե ես պարզ չեմ հասկանում այդ օրենքը, ուրեմն դա օրենք չի։ Մարդուն մտավոր է դամնացը, որ չի ասում։ Չէ, ես նորմալ մարդկանց մասին։ Չէ, նորմալ մարդիկ էլ կարող է չասում։ Բայց իմ կարծիքով ուրեմն ամեն դեպքում պարզ է մի շարք բրական հասկացում է կամ իրավաբանի համար պարզ է ասարական։ Չէ, կամ իսկական իրավաբանի պարզ է, ոչ իրավաբանի համար պարզ է, ասում պետք է օրենքը ինձ սենց ասում, օրենքը, ազգային օրենքը պետք է լինի այնպես, որ մարդը իր վարքագիծը համապատասխանեցնի այս օրենքը։ Ես հասկանում ինչի բացի։ Հաջորդը Արմեն Պողոսյանը սահմանվել գործը։ Արմեն Պողոսյանը դատապարտվել է ազատազրկման սպանության մեղադրանքով։ Սա
տարի անց արդարացվել է։ Եվրոպական դատարանում վիճակվում է կալանքի օրինականությունը, որ հոդվածի որ դրույթի ներքո պետք է վիճակվի կալանքի օրինականությունը։ A. 5-րդ հոդվածի առաջին մասի ակետի հիմքով, 5-րդ հոդվածի առաջին մասի B կետի հիմքով, 5-րդ հոդվածի առաջին մասի G կետի հիմքով։ Հանուն Եվրոպական կոնվենցիայի 5-րդ բաց է, ու հետո ծվայ չեմ չունեք դերնում կոնվենցիան չեք է, adresում Ուրեմն ասում է յուրաքանչյուր մարդ ազատության անձնարարությունի ոչ ոք չի կարող ազատությունից ձգվել, այլ կերպ քան հետևյալ դեպքերում երբ օրենքով սահմանված կա։ Դեպքում նայեք։ Անձի օրինական կանոնի տակ պահելը իրավասու դատարանի կողմից նրան հնարավոր ճանաչելու հիման վրա։ Մենք կալանքի հետ կապված ես հանց կա, դատարան ձեր կասում։ Կալանքի հետ կապված։ Եվ ընտես ասում եք Արմեն Պողոսյանն արդարացվել է։ Որ արդարացվել է 5 տարի հետո, 5 տարվա ընթացքում։ Երբ որ անձի օրինական կանոնում կամ ձերբակալումը դատարանի օրինական վճիռը չկատարելու համար կամ օրենքով այս բերկետով ինքը նախաքննության ընթացքում է կատարում։ Անձի օրինական կանոնավորում կամ ձերբակալումը այն նկատառում է, որ նա կանգնի իրավասու դատական մարմնի առջև, հիմնավոր կերպով կասկածվելով իրավազորության կատարումի մեջ կամ այլ դեպքում հիմքի է կարելի հատվելով, որ անհրաժեշտ է կամ այս վերաբերում է նախաքննության ընթացքում։ Աչափահասի դրանց ձերբակալում եւ այլն սրանք է։ Հիմա մեզ մնում է մենք որոշենք A, B կետերի հետ կապ։ Ասեք։ Ես ուզում եմ դուք ասեք։ Հա? Գնեք նշեք։ Դրանից դեպքի նշեք, որ հետո պետք պատվեք ով ինչ անշեք։ Ես ասեմ ստեղ ուշ խնդիր որ հասանիք շալերի պրավեն։ Եթե մենք 5 տարի հետո վիճակենք հիմնանով կասկածի հարցը, մենք զտված ենք, պետությունը մեզ կասելու գայց ապշաշնի դեպքված ենք։ Եթե մենք ասում ենք, ուրեմն, որ դերում ժամանակ հիմնավոր կասկած չի հետևալպես և այլն, մենք ես վիճակի չգիտեմ ով ինչ վիճակ, ես կասեի, որ օրինական չկարանքի տակ պահորես հաշկարան մոնք, որ կայացված դատապատվում օրինական չի, հետևալպես նրան ազատությունից զրկելը 5 տարի եղել է վիճակում։ Հետևալպես մենք գալիս ենք Սերցելու նորից կոնվենցիան ասում է, երբ մեկ անձին որ մեկ կանոնական դեպքում դատարանի օրինական վճիռը չկատարելու B. Օրինական վճիռը չկա նրան։ Ես դա վիճակ։ Չնայած դա որոշում չկա բնական սովորական Պողոսյանի